Աչքերում հաղթանակի ցանկություն, պայքարելու մղում, մշտապես թեժ իրավիճակներ, ինչու է բարձրությունից վախեցող մասնակիցը հենց այն զոնայում, որտեղ պետք է բարձրանալ եւ աշտարակ կառուցել։ Մասնակիցները իսկապես վտանգում են իրենց, ձևավորվում են արդեն կոալիցիաներ աստղերի թիմում։ Փոքր կծոցներ են միմյանց ուղղությամբ նրանք ուղարկում։ Այսինքն Դա հավելյալ սրություն է բերելու այս եթերաշրջանին։ Էմայի եւ Լիայի դեպքում ես զարմացած եմ։ Նախագիծը լքելու շանսը եւս 50-50 է։ Վերջապես մենք ապրեցինք մինչև այն օրը, երբ սկսվեց Arm Games-ի նոր եթերաշրջանը։ Ողջույն, ես Արմանն եմ եւ իմ ալիքում ես մեկնաբանում եմ հայկական ռեալիթի շոուները։ Դե ինչ, ռեալիթի շոուների երկրպագուները ստոնում ենք, քանի որ ի վերջո մեկնարկեց Arm Games-ի աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանը եւ մենք տեսանք առաջին սերիան։ Իդեպ ովքեր որ չեն տեսել, գնացեք Melikyan's Production YouTube-յան ալիք, դիտեք եւ վերադարձեք այստեղ, որպեսզի հասկանաք, թե ես ինչի մասին եմ խոսում։ Հիմա ես մանրամասը կքննարկեմ առաջին թողարկումը, իսկ դուք բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա թողարկումների վերաբերյալ իմ մեկնաբանությունները։ Սկսեցինք։ Առաջին սերիան սկսվում է երկնքում։ Արամ Մելիքյանը օդապարիկով բարձրացել է ամպերից էլ վեր եւ նրա կողքին է նոր հաղորդավարուհին, դերասան Անահիտ Մանուկյանը։ Անահիտը նաև բորդ ուղեկցորդուհու մասնագիտություն ունի եւ նա հրաշալի է նայվում կադրում, որպես ռեալիթի շոուի հաղորդավար նա իրեն առաջի անգամ է փորձում եւ մենք ուշադրությամբ կհետևենք, թե ինչպես է դա նրա մոտ ստացվում։ Իմիջայլոց նոր հաղորդավարներին միշտ դժվար է, քանի որ հեռուստադիտողը մշտապես նրանց համեմատելու է նախորդների հետ։ Նախորդ եթերաշրջանում Մարիամ Ալեքսանյանը բավականին սիրվեց որպես հաղորդավարուհի եւ բնականաբար Անահիտին շատերը համեմատելու են Մարիամի հետ եւ ոմանք գրելու են, որ Մարիամը ավելի լավ հաղորդավարուհի էր, ոմանք գրելու են, որ Անահիտն է ավելի լավը։ Կարևորը որ ոչ Անահիտը, ոչ Մարիամը սրանից չնեղվեն։ Նրանք երկուսն էլ հրաշալի են եւ գեղեցկուйներ են եւ երկուսին էլ ես սրտիկներ եմ ուղարկում։ Արամն ու Անահիտը վայրեջք են կատարում Ծաղկաձորում եւ մենք տեսնում ենք երկու թիմերին։ Գեղեցիկ, ժպտադեմ, փայլուն արտաքինով երիտասարդներ։ Իմիջայլոց այս եթերաշրջանը աչքի են գնում իր կադրային եւ գունային որակով եւ ինչը հավելյալ փայլ է հաղորդում թե աստղերին, թե բլոգերներին։ Նրանցից յուրաքանչյուրի մասին ես պատմել եմ իմ նախորդ վիդեոյում, եթե չեք տեսել, հողումը կդնեմ այս տեսանյութի ներքո, գնացեք եւ նայեք, որպեսզի ավելի լավ ճանաչեք, թե ովքեր են այս ռեալիթիի մասնակիցները։ լավ էլ ճանաչում եք, որովհետեւ աստղերի թիմից են, ոչ թե բլոգերների։ Էմայի նշանածն ավելի հայտնի է։ Ռաֆոյի մասին ընդհանրապես չխոսամ, մի երկի մի հատ հիթ ունեց ընդհանրապես։ Առաջին իսկ սերիայում նկատվում է լարվածություն երկու թիմերի միջև, այսպես փոքր կծոցներ են միմյանց ուղղությամբ նրանք ուղարկում, հարցազրույցներում մեկնաբանելիս որոշակի ակնարկներ են անում։ Ուղղավորեք հաղթող կողմին։ Այո։ Ու հարսանիքների միջով բան անողների։ Ուղղավորեք ձի Եգիպտոսում հանգստացան։ Այո։ Հայդալեկն ասում է, որ աստղերը հարսանիքներին ինչ որ բաներ անողներ են, նկատի ունենալով նրանք հաճախ երգում են հարսանիքների ժամանակ կամ որպես հանդիսավար են հանդես գալիս, իսկ Աղաս Մանուկյանը իհարկե տակ չի մնում եւ ի պատասխան հակադարձում է, որ բլոգերները անվճար Եգիպտոս գնացող մարդիկ են, նկատի ունենալով, որ բլոգերներին հաճախ են տուրիստական ընկերությունները հրավիրում տարբեր տուրերի, որտեղ նրանք անվճար հանգստանում են եւ գովազդում են տվյալ ծառայությունը։ Իդեպ շատ լավ է, որ մրցակից թիմերը շատ բարի չեն տրամադրված միմյանց նկատմամբ, որովհետև դա հավելյալ սրություն է բերելու այս եթերաշրջանին, իսկ ես դա շատ եմ սիրում։ Մասնակիցները տեղավորվում են իրենց քոթեջներում եւ նրանց անմիջապես առաջարկվում է խաղ խաղալ։ Նրանց առաջադրանքն է դասակարգել իրենց մրցակից թիմի անդամներին ըստ հայտնիության։ Ակնհայտ է դառնում, որ բլոգերները ավելի լուրջ են տրամադրված խաղին եւ նրանք այսպես լրջորեն քննարկում են ում որտեղ դասակարգեն, իսկ աստղերի թիմը հատկապես տղաները կարծես թե անլուրջ են մոտենում եւ այսպես ավելի հումորով են փորձում օրը սկսել։ Որ որոշեք կասեք։ Աղաս կգաս։ Երկու թիմերն էլ հեշտությամբ ընտրում են մրցակից կազմի ամենահայտնի մասնակցին, սակայն երկրորդ հորիզոնականից սկսած երկու թիմերում էլ դժվարություններ են առաջանում։ Իդեպ դուք մեկնաբանություններում գրեք, թե ձեր կարծիքով աստղերի եւ բլոգերների թիմերում ովքեր են ամենահայտնի կերպարները։ Աստղերից Վակոն առաջարկում է իրեն դնել վերջին հորիզոնականում, իսկ բլոգերների թիմում Էդգարն է ինքն առաջադրում որպես պակաս հայտնի մասնակից։ Ինձ միանգամից 9 դրեք էլի, եթե բոլորը համաձայն են։ Այդ փորձությունը, եթե դուք տեսնեք, նկատեք, որ ես ամենավերջում եմ ինքս ինձ եմ գցում ու բոլորը համաձայնվում են այն փաստի հետ, որ ես ամենավերջում եմ ճանաչելիության մասով։
Ողջունելի է, որ տղաները հանգիստ են վերաբերվում այն փաստին, որ իրենք կարող են լինել իրենց թիմի ամենակիչ հայտնիները եւ այսպես առանց ավելորդ ձևականությունների դա խոստովանում են։ Այնուհետև թիմերին առաջարկվում է գուշակել, թե մրցակիցը ինչպես է դասակարգել իրենց ըստ հայտնիության։ Այստեղ Լիան իրեն դնում է երկրորդ հորիզոնականում, աստղերի կազմում եւ դա դուր չի գալիս Էրմինային, ինչի մասին նա բարձրաձայնում է հարցազրույցում։ Ես կարծում էի, որ Գևն է երկրորդ տեղում, բայց իրանք դրեցին Լիային։ Եթե Էրմինան պնդեր իր կարծիքը եւ Գևորգ Մարտիրոսյանին դնեին երկրորդ հորիզոնականում, նրանք հավելյալ միավոր կստանային, սակայն Էրմինան դա չի արել։ Կարծում եմ, որ արժի թիմային քննարկումների ժամանակ առավել բարձրաձայն ասել սեփական կարծիքը եւ պնդել, մանավանդ որ դա կարող է օգտակար լինել թիմի համար։ Այս խաղի ժամանակ ինձ համար ակնհայտ դարձավ, որ բլոգերների թիմում կարծես ավելի միասնականություն կա եւ նրանք փորձում են բոլորին լսել եւ միասնաբար որոշում կայացնել։ Սա համաձայն է, որ Գևորին դնեին։ Այնինչ աստղերը այս հարցում խնդիր ունեն։ Նրանցից ոմանք լուրջ են տրամադրված պայքարին, հետաքրքրությամբ ներգրավված են, ոմանք անլուրջ են վերաբերվում եւ ոմանք անտարբերություն են նույնիսկ ցուցաբերում եւ այստեղ ակնհայտ է, որ ոչ բոլորի կարծիքն է հաշվի առնվում։ Ուզում եմ ժոգեմ, խիենք չարչարվեմ։ Թողնա սենց։ Երեխեք շատ մի խմեք, էլի արժևում դեռ խաղեր կան, մրցումներ կան ու թիմային են այդ խաղերը։ Լիա, չէ՞ ճիշտ եմ։ Երկու թիմերն էլ կարծես համակարծիք են այն հարցում, որ մարզիչ բոդիբիլդեր Մանոն ամենակիչ հայտնին է բլոգերների թիմում։ Սա ինձ համար մի փոքր զարմանալի է։ Ենթադրում եմ, որ բլոգերներն ու աստղերը ավելի ժամանցային կոնտենտ են սպառում, այդ պատճառով էլ նրանց պակաս ծանոթ է եղել Մանոն, որը առողջ ապրելակերպի ջատագով է։ Հանրապես երկու թիմերը կապ չունեն առողջ ապրելակերպի հետ, այդքան բան կարամ ասեմ։ Բլոգերները 3 ճիշտ պատասխան են տալիս, իսկ աստղերը ընդամենը 1 եւ հաղթում են բլոգերները, ինչը նրանց առավելություն է տալու մեծ խաղում։ Սկսվում է մեծ խաղը եւ թիմերը դիրքավորել են իրենց մասնակիցներին տարբեր զոնաներում։ Ես զարմացա տեսնելով, որ աստղերը քաշելու այդ ծանր գործը վստահել են Ռաֆին եւ Էմմային, իսկ բլոգերները 2 տղա են այդ դիրքում դրել։ Ակնհայտ է, որ աղջկան ավելի դժվար է լինելու քաշել սահնակը, որի վրա մեկ այլ մասնակից է նստած, սակայն պիտի ասել, որ այստեղ աստղերի թիմը հետ չմնաց բլոգերների եւ հնարավոր է նույնիսկ առաջ անցավ, այսինքն Էման եւ Ռաֆը իսկապես բավականին լավ աշխատեցին։ Մի հատ այս թևերի բարակությանը խնդրում եմ նայեք ու հիշեք, որ բոլոր թիմերի միջից, այսինքն այդ երկու թիմերի միջից միակ աղջիկը, ով քաշում էր, դա ես էի։ Եվ առհասարակ բոլորը ակնհայտ էր, որ շատ ներդրված էին այս խաղում, ջանք էին գործադրում, որպեսզի հաղթեին։ Սա հրաշալի է հեռուստադիտողի համար, որովհետև մենք ուզում ենք տեսնել մասնակիցների աչքերում հաղթանակի ցանկություն, պայքարելու մղում եւ մշտապես թեժ, այսպես իրավիճակներ, որոնց համար հենց մենք շատ ենք սիրում ռեալիթի շոուները։ Սահնակների վրա են Էրմինան եւ Ռոզալիան, որոնք ապահովում են կուբերի սահուն ընթացքը մի կետից մյուսը, եւ այստեղ Էրմինան նկատելով, որ բլոգերների թիմը խախտում է կանոնները, շատ բարձր բողոքում է այդ մասին։ Ի տարբերություն իր թիմի ներսում եւ իր ձայնը այդքան լսելի չեղավ, այստեղ Էրմինան պայքարի այդ թեժ փուլում շատ հստակ իրեն դիրքավորում է որպես իր թիմի իրավունքների պաշտպան։ Շատ եմ ներվայնացել այդ պահին, անսահման։ Իրականում Ռոզալիան փոքրիկ խախտում էր արել, բայց դա նկատելի չէր եւ ի վերջո դա վերջն արդյունքի վրա որևէ ազդեցություն չունեցավ։ Ու ասացի, քանի ընկել եմ, ինչու չօգնեմ իմ թիմակիցներին։ Լիան եւ Ռաֆոն որոշում են բարձրանալ վեր եւ հնարավորինս բարձր աշտարակ կառուցել։ Իմ կյանքի միակ ու ամենամեծ ֆոբիան բարձրությունն է։ Իհարկե զարմանալի է ինչու է բարձրությունից վախեցող մասնակիցը հենց այն զոնայում, որտեղ պետք է բարձրանալ եւ աշտարակ կառուցել։ Ենթադրում եմ, որ Լիան ինքն է մղվել այդտեղ որպես պայքարող անհատ եւ նա ցանկացել է դեմ առ դեմ հանդիպել իր վախերին եւ ցույց տալ թիմին, որ նա կարող է ներդրել առավելագույնը։ Սա իրականում լավ ռազմավարություն է, հենց առաջին իսկ սերիայից դիրքավորել քեզ որպես անխոնջ մարտիկ, որը հանուն թիմի հաղթանակի պատրաստ է ոչինչ չխնայել։ Սա նաեւ հնարավորություն է ստանալ եթերային ժամանակ եւ առավել մեծ ուշադրություն, թե Լիան, թե Հայդալեկը ռիսկի են դիմում բարձրանալով կուբերի վրա եւ մասնակիցները իսկապես վտանգում են իրենց։ Պետք է ասեմ, որ նրանք որևէ տեխնիկական ապահովագրություն չունեին այդ պահին, այսինքն իրենք իրենց սեփական ռիսկով համարձակության հաշվին փորձում էին առավելագույնը անեին, որպեսզի հաղթեին եւ չնչին տարբերությամբ, բայց աստղերի աշտարակը բարձր է լինում բլոգերներից եւ նրանք հաղթում են։ Իհարկե, հիշում ենք, որ բլոգերները խաղի սկզբում ունեին առավելություն։ Այդտեղ դրված է 3 հատ կուբ, այդ
այդ 3 հատ կուբը արդեն ձերն է։ Դուք սկսում եք առավելությամբ։ Այնուամենայնիվ դա նրանց չօգնեց։ Իսկ աստղերին հաղթանակը իմունիտետ չբերեց։ Դա նշանակում է, որ երկու թիմերն էլ պիտի մասնակցեն քվեարկության եւ մեկական մասնակից ուղարկեն փոքր խաղերի, որի արդյունքում պարտվող մասնակիցը լքելու է նախագիծը։ Շատ լավ է, որ հենց առաջին հաղորդմանը երկու թիմերի կազմում էլ քվեարկություն է լինելու եւ մենք հնարավորություն կունենանք տեսնելու, թե այնտեղ ինչպիսի տրամադրություններ կան։ Սակայն հաղորդման ընթացքում ակնհայտ չէ, թե որտեղ ինչպիսի հարաբերություններ ունեն մարդիկ, ով հետ է մտերիմ, ով հետ է ոչ լավ հարաբերությունների մեջ, որպեսզի կարողանան կանխատեսել, թե ինչպիսի քվեարկություն է լինելու։ Եվ այսպիսի սպասման վիճակում պիտի սկսվի քվեարկությունը։ Միակ բանը, որ հեռուստատողին կարող է հայտնի լինել, դա այն է, որ բլոգերների թիմում Ռաֆոն եւ Ռուբոն ընկերներ են, ինչպես նաեւ Էդգարը, Շուշանը եւ Ագնեսն են շատ մտերիմ։ Այնպես որ ենթադրում ենք, որ նրանք միմյանց դեմ չեն քվեարկելու, բայց թե ինչպես են քվեարկելու, պարզ չէ։ Քվեարկելիս մասնակիցները բացատրում են իրենց ընտրությունը։ Շատերը դա պայմանավորում են նրանով, թե ինչպես են մասնակիցները իրենց դրսևորել մեծ խաղում։ Բլոգերների թիմում վտանգի տակ են Ռոզալիան եւ Մոնուլիկը։ Ռոզալիայի դեմ քվեարկել են Վահագը եւ Մանոն, իսկ Մոնուլիկի դեմ քվեարկել են Ագնեսը, Ռուբոն, Էդգարը եւ Ռոզալիան։ Խաղի ժամանակ, ինչպես հիշում եք, Մոնիկան աշտարակը կառուցողի դերում էր եւ նա օգնում էր Հայդալեկին այն կառուցել, սակայն թիմակիցները նշում են, որ նա բավարար չի ներդրվել այդ խաղում, հենց այդ պատճառով էլ նրա դեմ են քվեարկել։ Հերվից դնում է, որ Մոնուլիկը մի քիչ կաղում էր, այդ իսկ պատճառով Մոնուլիկ ինձ կներես։ Չէ, ես ուրախ եմ անկեղծ։ Իսկ դու ինչի ես ուրախ, ես ուզում եմ իմանամ։ Ուզում եմ խաղամ հիմա այս պահի դրությամբ։ Հասկացա։ Մոնուլիկը պատվով է ընդունում իր դեմ ստացված ձայները, հայտարարելով, որ ինքը ցանկանում է իրեն դրսևորել փոքր խաղերում։ Իդեպ մասնակիցների շատերը սա կարող են չհասկանալ, սակայն հատկապես առաջին սերիայում փոքր խաղերին մասնակցելը կարող է նույնիսկ ի օգուտ իրենց ծառայել, որովհետև դեռևս հեռուստատիտողը չի զանազանում մասնակիցներից ով է կամ ով ինչպիսի կերպար է, իսկ գնալով փոքր խաղեր, այնտեղ խաղալով եւ հատկապես հաղթելով, դու դառնում ես ավելի վառ կերպար, ստանում ես ավելի շատ եթերային ժամանակ եւ այդուհետեւ քեզ ավելի հետաքրքրությամբ հեռուստատիտողը հետևելու։ Հատկապես այս սերիայում, երբ վերջում պարզվեց, որ փոքր խաղերում պարտվելը այդքան էլ վտանգավոր չէր, որքան հայտարարվել էր ի սկզբանե։ Աստղերի թիմում ձայների մեծ մասը բաշխվել են Լիայի, Եվայի եւ Էմայի միջև։ Եվայի դեմ ստացված երկու ձայները ինձ համար զարմանալի չեն, որովհետեւ նա առաջին սերիայում վառ չէր դրսևորում իրեն եւ խաղում էլ ես նրան շատ չնկատեցի, սակայն Էմայի եւ Լիայի դեպքում ես զարմացած եմ։ Թե Էման իր դիրքում, թե հատկապես Լիան աշտարակի այդ վերևում կանգնելով բավականին մեծ ներդրում են ունեցել, որպեսզի թիմը հաղթի։ Քվեարկեք։ Էման կվերադառնա ու հերթով այսպես Եթե բլոգերները օրինակ այդ սկզբունքով էին քվեարկում, որ ով ներդրում է ունեցել նրա դեմ չքվեարկեն, ապա աստղերի մոտ հակառակ տրամաբանություն են գործում։ Նրանք վառ աչքի ընկնող մասնակիցներին ուղարկում են փոքր խաղերի, նշելով, որ իրենք ընտրում են ուժեղ մասնակցի, ակնկալելով, որ նա կգնա, կհաղթի եւ հետ կվերադառնա։ Սա եւս ռազմավարություն է, որքանով է արդարացված, դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ինձ համար սա հասկանալի չէ, որովհետեւ փոքր խաղերին մասնակցությունը այնուամենայնիվ 50-50 է դարձնում մասնակցի հաղթելու շանսը։ Հետևաբար նախագիծը լքելու շանսը եւս 50-50 է։ Սա նշանակում է, որ ուժեղ մասնակցի ուղարկելով դու ռիսկի ես ենթարկում թիմին կորցնելու նրան։ 2 ձայն ստանում է Լիան եւ 4 ձայն ստանում է Էման։ Եվ մենք տեսնում ենք նաեւ, որ ձևավորվում են արդեն կոալիցիաներ աստղերի թիմում։ Էման եւ Էրմինան միասին են քվեարկել Լիայի դեմ, իսկ Էմայի դեմ քվեարկել են Եվան, Լիան, Գևորգ Մարտիրոսյանը եւ Գևորգ Սիրեկանյանը։ Մենք տեսնում ենք, որ Գևը, Եվան եւ մյուս Գևը քննարկում են, որ արժե քվեարկել այն մասնակիցների հետ, ովքեր արդեն փորձ ունեն, իսկ նրանք են Ռաֆը եւ Էման։ Եվ ընտրում են Էմային, կարծելով, թե Ռաֆը ավելի մեծ օգուտ կարող է բերել թիմին հետագա խաղերում։ Ինչի համար եմ մտածում Էմային հանենք, որովհետեւ Ռաֆոն մեզ դեռ պետք է ինքը ուժեղ է։ Եկեք Էմային հանենք, ճիշտ է։ Իմ սրտով չի իրան հանելը, ես մեծ հաճույքով ուրիշ թիմից կհանեի, բայց դե ստիպված ենք։ Էման բարկացած է։ Նրա համար հասկանալի չէ, թե ինչու են իրեն քվեարկել, նա հուզված է եւ այդ հուզմունքը արտացոլվում է խաղում։ Նրա մրցակիցը Մոնիկան հակառակը, ժպիտը դեմքին, այսպես ավելի հանգիստ է պայքարում եւ դա նրան օգնում է, որպեսզի հաղթի։ Էման պարտվում է եւ արտասվում է։ Մենք ունենք առաջին դրաման, առաջին իսկ սերիայում եւ սա իսկապես շատ հուզիչ է ստացվել։ Շատ եմ սիրում ես Էմոյին։ Ես մարդ, ով միշտ ռեալիթիները նայելուց ասում եմ լավ ոնց կարելի է խաղի համար լացել։
իրոք ահա որ նեղվել է, չգիտեմ որտեղ իրոք առաջին խաղն է, որ եկել է իրոք հաղթելու։ Այս սերիայի բացահայտումը ինձ համար Մոնոլիկն էր, որպես բարի, ընկերասեր, ապրումակցող անձ։ Նա չի ցնծում իր հաղթանակով, թեև առաջինն է, ով գնացել է փոքր խաղերի եւ հաղթել է, տեսնելով, որ Էման հուզված է, նա նույնպես սկսվում է արտասվել։ Երբ ես հաղթեցի, ես էմոցիոնալ առումով ամբողջությամբ Էմայի հետ էի ու նույն հուզերը ես վերապրեցի իր փոխարեն։ Տարօրինակ կհնչի, բայց ես ուրախ էի տեսնել նաև Էմայի արդյունքները, որովհետև դա նշանակում է, որ նա իսկապես վշտացել էր իր պարտությունով։ Նա իսկապես ուզում է հաղթել եւ բարեբախտաբար անակնկալը բացվում է եւ Արամ Մելիքյան հայտարարում է, որ պարտված մասնակիցը չի լքելու նախագիծը։ Պարզապես հաղթողին հնարավորություն է տրվելու ընտրելու մեկ մասնակցի, ով կլինի իրենց թիմի նոր անդամը։ Մոնոլիկին հնարավորություն են տալիս ընտրելու առաջարկված երկու թեկնածուների միջև, նրանք են դերասանուհի Լիլիա Վառը եւ բլոգեր Անայիսը։ Եվ ահա զարմանք, պարզվում է, որ Լիլիա Վառը Մոնոլիկի հարսնաքուրն է եղել։ Ակնհայտ է, որ նա հենց Լիլիային կտանի իրենց թիմ, իսկ բլոգեր Անայիսը փաստորեն պայքարելու է Աստղերի թիմում։ Հետաքրքիր կլինի հետևել, թե այս երկուսը ինչպես կդրսևորեն իրենց նոր թիմերում, արդյոք կկարողանան լիարժեքորեն ինտեգրվել։ Նաև հետաքրքիր է, որ Մոնոլիկը, ում դեմ առաջին օրը բավական շատ ձայներ գնացին, ի վերջո կունենա իրեն դաշնակից, որը վստահաբար իրեն չի դավաճանի եւ իր հետ հավասար կպայքարի հաջորդ թողարկումներում։ Հիմա ներկայացնեմ երկու նոր մասնակիցներին, քանի որ մյուս 18-ի մասին ես առանձին թողարկում եմ արել, որի հղումը կդնեմ մեկնաբանություններին, որպեսզի դիտեք եւ ավելի լավ նրանց ճանաչեք։ Եվ այսպես Լիլիա Վառը դերասանուհի է, նա նկարահանվել է մի շարք սերիալներում, տարբեր նախագծերում, նաեւ տատու արտիստ է։ Նա իրեն դիրքավորում է որպես Հայաստանի ամենահայտնի իգական սերի տատու արտիստներից մեկը։ Լիլիան նաեւ երգ է թողարկել, որի տեսահոլովակը YouTube-ում գրեթե 2 միլիոն դիտում է հավաքել։ Սա իրական շատ մեծ թիվ է սկսնակ արտիստի համար, սակայն այս հաջողությունը շարունակական չի եղել, քանի որ Լիլիայի երաժշտական կարիերան սկսել եւ ավարտվել է այդ տեսահոլովակով։ Քանի որ Լիլիան Մոնոլիկի մտերիմն է եւ մյուս մասնակիցներին դուր չի գալու, որ նրանք որպես կոալիցիա են գործելու, ես կարծում եմ Լիլիայի հաղթելու շանսերը բավականին ցածր է։ Ես այն գնահատում եմ 10-ից 5։ Աստղերի թիմին միացած նոր մասնակիցը բլոգեր Անայիսն է։ Նա ընդամենը 20 տարեկան է, սակայն արդեն ունի 40,000-ից ավելի հետևորդներ Instagram-ում։ Անայիսը կարծես ընկերասեր, բաց եւ անկեղծ աղջիկ է։ Բլոգերները ոչ մի բան չեն անում, միլիոններ են աշխատում։ Արածները ինչա 5 րոպե նկարում են, վсё, փողերը դնում են, գրպանները գնում են։ Բլոգեր լինելը մասնագիտություն չի։ Ինձ թվում է բոլորդ կամ ասել եք sense արտահայտություններ, կամ էլ ձեր շրջապատում լսել եք, ու ես ուզում եմ հասկանամ, ինչ եք տվել դուք բլոգերներին, որ չեք կարողանում վերցնել։ Կարծում եմ նրան կհաջողվի ինտեգրվել Աստղերի թիմ, սակայն չեմ հավատում, որ Աստղերը նրան հնարավորություն կտան հաղթելու։ Նրա հաղթելու հնարավորությունը ես գնահատում եմ 10-ից 6։ Դե ինչ, այսպիսին էր Աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանի առաջին սերիայի վերաբերյալ իմ մեկնաբանությունները։ Դուք էլ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին շարունակենք դիտել ամբողջ եթերաշրջանը եւ քննարկել։ Շուտով կհանդիպենք։